Գետ արդեն այգու սենց ասա այգու միջով գնում է, դե այգի է լալ, այսինքն մի չկա։ Այս գետն է, այս հիմա այգին է։ 1000 մետր այսինքն այգի։ Ո՞վ է տարել։ Ինչ անել։ Նրանք ձեռով ասենք, մահենք էլի չէ։ Կարեն Մարտիրոսյանի այգունի հատվածում դեպետն է հոսում։ Նախորդ տարի տեղի ունեցած ջրհեղեղը քշել տարել է այգու կեսը դեղցենիներով հանդերձ։ Մյուս կեսն էլ շուրջ 1500 մետր տարածք ավազուտի է վերածվել։ Ծառերի մի մասը ազատել է ավազներից, բայց ոչ բոլորը։ Մտավախություն ունի, որ գարնանային հերթական վարարումներից այգին կրկին կհեղեղվի։ Մանավանդ հիմնական վարարումները մայիսին են սպասվում։ Որտեղ այդ պատնեշը որ կար, պատնեշը հազիվ էր պահում։ Ոնց որ մի կես մետր բարձրան մտնելու էր բանը այգիները, բայց այդ պատնեշն էլ չկա։ Ու հաստատ մտնելու է։ Նախորդ տարի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղից Տավուշի մարզում առավելապես տուժել են ափամերձ հատվածի այգիները։ Արջիս գյուղի 50 հեկտար տարածք զբաղեցնող Ճալակոչվող տեղամասում ջրհեղեղից 1 տարի անց այգիները դեռ ավազներով են պատված։ Այգետերերն ասում են, գետի մաքրման աշխատանքներ Տավուշի հատվածում չեն արվել, ոչ ափամերձ հատվածում, ոչ էլ այգիների տարածքում, այն դեպքում, երբ Լոռու մարզում գետի ափամերձ հատվածները մաքրվել են։ Ոչ մի բան չի աշխատել։ Քանի անգամ ենք դիմել, ասել են տեղակ ենք պահել, եթե տեխնիկան ստիգիոն աշխատել էր, ջրի առաջը բացել, ես պահին ամեն րոպե քանդում ատանում։ Այս դիմաց հողը այս դեղցքերն էլ իմն են։ Այս այդ ուղի գնում միջև ճանապարհը։ Տեղ կա մի մետր է բարձրացել ավազը, տեղ կա 1.5 մետր, տեղ կա կես մետր։ Մի 400 մետր գլուբնիկ ենք ունեցել, ոչ մի հատիկ չի ռեվում, ոչ մի թուփ։ Ավազը փագել է, մալինա ենք ունեցել, եկել է լրիվ փագել, ծառերը մնացել են ավազի մեջ։ Ավազուտների է վերածվել նաև Արջիսի բնակիչ Սամվել Մարտիրոսյանի այգին։ Ջրհեղեղը քանդել է ափապաշտպան պատնեշը եւ հողովել այգին։ Ձերքը չի էլ բռնում, որ ինչ նոր այգի հիմնեմ։ Որտեվ չգիտենք ինչ է սպասում էլի։ Դե պատնեշ չկա, ամեն տարի պետք է ջուրը մտնի ավելի։ Ով ձեռնարկի ինչ որ բան։ Դեպետի առաջը բացեն, դամպ կապեն, մի բանում աջակցեն, մի բանում ժողովրդին գյուղացուն կոմա կլեն, ինչ անեն։ Որ ամեն րոպե սպասում ես, որ ջուրը գալտի մեջ մտնուլ, մաքրես էլի այդքան աշխատանք կատարես, անում ինչ տնես։ Հադե կարող մի միլիոն կամ միլիոնից ավել վնաս եմ կրել, քանի որ 2500 մետր հողամասա ազատ տեղ չեմ ունեցել։ Որտեղ ազատ այլել կամ պամիդոր ենք դրել, կամ կլումնիկ ենք դրել, կամ մոշ ենք դրել, կամ մալին ենք դրել, դրանք էլ ամեն ինչն էլ Փաղից հետ եկել է կլենտը նորմալ գներով խաղել է ստվել իրան փողը տվել է վիկասեր նացել։ Այգետերերն ասում են, կրած վնասի դիմաց համարժեք փոխհատուցում չեն ստացել։ Արջիսի բնակիչ Արթրուն Անդրեասյան օրինակ իր 2300 մետր այգու համար 29000 դրամ փոխհատուցում է ստացել։ Ես տնկարանն էի գրել, ինձ ասին, որ տնկարանի համար փող չենք տալի։ Միջի ծառերը գրեցին, 29000 դրամ եմ ստացել ընդամենը։ Վնասը մի քիչ հաշվարկել դժվար է, գիտեք, դուք հաշվարկում եք, որ հա, մի հատ ծառ էր, չէ՞, բայց այդ ծառը արդեն 15 տարեկան ծառ, ասենք, թե, նրանց ավելի մեծ ծառեր էին, նախ դրան այդ աշճանի հասցնելը, դու տարիներ ես կորցրել, պլյուզան, ասենք, հասում են, ասենք, այս տարի դու խոսքի 5 տոննա դեղց ես կորցրել, բայց ես 5 տոննա դեղց կորցրել, արդեն տես քանի տարի եմ կորցրել։ Լոռու մարզը ուրիշ գինա, մի ծառի հիմար ըստ վարչապետի պետք է 8500 դրամ փող տային, մեր մոտ տվել են 1500 դրամ։ Չէ, եթե նույն բանը պատճառվել է, մի մարզը վերևից խտրականություն չէին դրել, որ Տավուշի մարզում քիչ տվեք, Լոռու մարզում շատ։ Չգիտեմ։ 500 հատ ծառա քշել ինձանից, ու կամ 300 հատ էլ ավել, 400 հատ էլ վնասել, բայց փոխհատուցում ստացել ենք, ասենք։ Նորմալ է եղել։ Գիտեք, նորմալ է, սենց որ, ասենք, իմ ծառերը շատ մեծ ծառեր էին, ասենք, 20 տարեկան, 8500 դրամ են, հա, քշածի համար, իսկ բանի համար 1500 վնասվածի, դե տենց էին որոշել, և ապշետը քիչ հա, ինքը իրոք քիչ է, ասենք, մի տարվա բերքը համարյա տալիս է այդքան էլ մի ծառը։ Կարեն Մարտիրոսյանը փոխհատուցում չի ուզում, փոխարեն ուզում է, որ կառավարությունը պայմաններ ապահովի հետագա հեղեղները կանխելու նպատակով, օրինակ արգելապատնեշներ կառուցի։ Եթե կառավարությունը բարի գտնվի, ծրագրեր բերեն, այսպես դամ պատեն, ինքս ես իմ ֆիզիկականով էլ, թե նյութականով էլ, ինչքան կարամ կօգնեմ, այնքան ստե դամ պատվի։ Մենակ ինձանով չէ։ Այս հենց, եթե ջուրը կտրեց, քանի հեկտար ու քանի տասնյակ գյուղացիներ մնալու են անհող։ Եթե իրանց եկամուտը հողից է, հող չկա, եկամուտ չկա, ինչ ան այդ մարդը։
Ջրհեղեղի առաջ բերած խնդիրներից բացի ֆերմերներն ահազանգում են նաև արդյունաբերական թափոններով հաճախակի աղտոտումների մասին, որի պատճառով մեծ վնասներ են կրում։ Այգիները չորանում են, բերքի իրացման խնդիրների են բախվում։ Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը դեպետի խնդիրները վերհանելու, դրանց համար լուծումներ առաջ քաշելու նպատակով ցայն եւ գործողություն հանուն առողջ եւ մաքուր շրջակա միջավայրի հաղորդակցության արշավ է իրականացնում։ Հաղորդակցության արշավի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը դեպետ գետի էկոլոգիական խնդիրների, շրջակա միջավայրի աղտոտվածության վտանգների, մարդու առողջության վրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Դեպետի խնդիրները ու այդ խնդիրների հնարավոր լուծումները համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը արշավի շրջանակում քննարկել է դեպետի գետավազանի գյուղերի բնակիչների հետ։ Եվ որպեսզի մենք կարողանանք այդ խնդիրները համապարփակ լուծել, այստեղ պետք է պետական մոտեցում, այսինքն պետք է ունենա հատուկ կարգավիճակ, որպեսզի կարողանան այդ խնդիրները բաժանել հրատապ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, հատվածների խնդիրների լուծման, ըստ առաջնահերթության ծախսեր դնեն պետական բյուջեից այդ խնդիրների լուծման ուղղությամբ եւ նաեւ ներգրավեն միջազգային գործընկեր երկրներից եւ միջազգային կազմակերպություններից աջակցություն, որովհետեւ առանց ռազմավարության չի կարող լինել աջակցություն։ Դեպետը կենսական, սոցիալական, բնապահպանական ու տնտեսական նշանակություն ունի գետավազանի գյուղերի համար։ Դրա համար առանձնակի հոգատարության կարիք ունի, ասում են արշավի մասնակիցները։ Իհարկե հոգատարության կարիք ունի, ինձ հոգատարության կարիք ունի բոլորիս կողմից, իսկ ինչքանով է կարևոր, շատ կարևոր դեր է խաղում մեր համար դեպետը, դա կլինի ջրի աղբյուր, դա կլինի ինչ-որ էներգիա ստանալու աղբյուր, թե ուղղակի տեսարժան վայր, որը կարող ենք օգտագործել туриզմի համար, շատ մեծ դեր է խաղում եւ մենք պետք է ուղղակի պահպանենք ու սիրենք մեր դեպետը։ Դեպետը նաև կենսական ու ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Հաղորդակցության արշավի ընթացքում ֆերմերների հետ քննարկումների ժամանակ ուղերձ է հղվել կառավարությանը։ Այն է Հայաստանի կառավարություն անհրաժեշտ է մշակել դեպետ գետի էկոհամակարգի պահպանման եւ հոգատարության ազգային ռազմավարություն։ Քաղաքացու ձայնը Տավուշի մարզի Արջիս գյուղից։